Գարանային լուսավոր հրաշք այս շունչը, երբ ամբողջ քրիստոնյա աշխարհը ժամեր առաջ նշում էր Սուրբ Հարության տոնը, Սուրբ Զատիկը, իրոք լավ առիթ է մի պահ նահանջելու քաղաքական այս կրքերից, խորելու բարության, հանդուրժողականության, հավատի մասին եւ ինչու ոչ հավատալ հրաշքներին։ Ահա այդ փնտրտուքն է մեզ բերել Իտալիայի հարավ, Պուլիո շրջանի բարի քաղաք, մի վայր, որտեղ Ադրիատիկ ծովի ափին վեր է խոյանում հնագույն մի սրբավայր, մի տաճար, որը մեզ հայտնի է Սուրբ Նիկոլոսի կամ Նիկողայոսի տաճար կամ բազիլիկան, որը իր մեջ կրում է դարերի հավատը, աղոթքն ու հրաշքների հիշողությունը։ Ու երբ եթե ոչ այս օրերին մենք բոլորս հավատում ենք հրաշքներին եւ հավատով կերտում մեր վաղվա օրը։ Սուրբ Նիկողայոսը ապրել է 3-4 դարերում եւ եղել է Միրա քաղաքի եպիսկոպոսը։ Նա հայտնի էր ոչ թե միայն որպես պաշտոնյա, այլ իր բացառիկ բարությամբ, խոնարհությամբ, անսահման սիրով լցված անձնավորություն։ Նրա մասին ամենահայտնի պատմություններից մեկը այն է, որ նա գաղտնի օգնում էր աղքատներին։ Ասվում էր, որ գիշերով նա ոսկի էր թողնում կարիքավորների տներում, չցանկանալով, որ մարդիկ իմանան իր գոյության մասին։ Այդ իսկ պատճառով նա համարվում էր աղքատների պաշտպան, երեխաների բարեխոս, նավաստիների հովանավոր։ Տաճարը կառուցվել է 11-րդ դարում եւ այսօր այն համարվում է ոչ միայն կաթողիկ կամ ուղղափառ, այլ ողջ քրիստոնյա աշխարհի կարևորագույն ուխտատեղիներից մեկը։ Դրա սրբազան խորքերում հանգչում են Մեծազոր Սրբի Սուրբ Նիկողայոսի կամ Նիկոլոսի մասունքները, որոնք դարեր շարունակ հավատացյալներին մխիթարության եւ զորության կոչեր են ուղղել։ Ասում են, այստեղ աղոթքը առավել լսելի է, իսկ հավատը առավել կենդանի։ Տաճարը կառուցվել է 1087-1197 թվականներին, անմիջապես այն բանից հետո, երբ Սուրբ Նիկողայոսի մասունքները տեղափոխվեցին իտալական Բարի քաղաք։ Մասունքները Բարի են բերվել Միրա քաղաքից, իտալացի նավաստիների կողմից, ինչը մեծ նշանակություն ունեցավ քաղաքի կրոնական եւ քաղաքական դերի բարձրացման տեսանկյունից։ Բազիլիկան կառուցվել է ռոմանական ճարտարապետական ոճով եւ համարվում է այդ ոճի լավագույն օրինակներից մեկը։ Սուրբ Զատիկի օրերին Բարին կերպարանափոխվում է։ Քաղաքի նեղլիկ փողոցներում հնչում են եկեղեցու զանգերի ղողանջները։ Սուրբ Նիկողայոս տաճարի ներսում վառվում են մոմերը, բարձրանում է խունկի բույրը եւ ամեն մի աղոթք կարծես միանում է երկնքին։ Այդ պահին Սուրբ Նիկողոսի բազիլիկան դառնում է ոչ միայն քարաշեն ինչ-որ կառույց, այլ կենդանի վկայություն հավատքի հաղթանակով։ Սուրբ Նիկողայոսի կերպարը Զատիկի խորհրդի հետ ունի ներքին խորը կապ։ Նրա ողջ կյանքը եղել է սիրո, ողորմածության եւ անձնազոհության ծառայության օրինակ, իսկ Սուրբ Զատիկը կյանքի հաղթանակը մահվան հանդեպ։ Այդ իսկ պատճառով էլ այս սրբավայրում Զատիկը ոչ միայն տոն է, այլև հոգեվոր վերածնունդ։ Բարի այցելող յուրաքանչյուր ուխտավոր այստեղ գտնում է մի շատ կարևոր բան՝ ոմանք խաղաղություն, ոմանք պատասխան, իսկ ոմանք պարզապես լռության մեջ զգում են Աստծո ներկայությունը։ Եվս մեկ շատ կարևոր դիտարկում՝ Սուրբ Նիկողայոսը, Սուրբ Նիկոլոսը, մեզ քաչ հայտնի Սանտա Կլաուսի նույն պատմական կերպարի ժողովրդական եւ ժամանակակից վերափոխված տարբերակն է։ Այսինքն հստակ կարելի է ասել, որ մանուկներին նվերներ բերող ամանորյա հրաշքներ բերող պապիկը Սանտան, նույն Սուրբ Նիկոլոսն է, Սանտա Կլաուսը։ Եվ ամփոփելով Սուրբ Զատիկի լուսավոր այս օրը, Սուրբ Նիկողայոսի բազիլիկայի թեման, պետք է ասենք, որ հույսի եւ սիրո կենդանի խորհրդանիշը հենց այստեղ է, Սուրբ Նիկողայոսի սրբազան ներկայությամբ, երբ այդ ամենը միախառնվում է Սուրբ Հարության տոնի հաղթանակին եւ պատգամում, հիշեցնում, որ լույսը միշտ հաղթում է խավարին, իսկ կյանքը մահվան։ Մտածեք այդ ուղղությամբ։